Աղջիկներ ջան, ողջույն։ Ձեզ հետ կրկին ձեր սիրելի խորհրդատուն է իր փոքրիկ պատվերով։ Պատվերներս այս կատալոգից են, երրորդ կատալոգից, որը գործի մինչև մարտի 1-ը ներառյալ, բան չի մնացել կատալոգի ավարտին։ Սա նորեկի նվերն է, եթե ուզում եք գրանցվել, օգտվել, օգտակար հղումները վիդեոյի ներքևում են, կարող եք գտնել նկարագրություն բաժնում։ Հիմա անցնենք պատվերին, պատվերս ինչպես նկատում եք մեծ չի, այստեղ նորույթ ունենք մեր հիալուրոնիկ շարքը համալրվել է նոր BB կրեմով, BB-ին հապավում է, որ նշանակում է beauty balm, այսինքն գեղեցկության բալզամ, նման միջոցներ ես շատ եմ օգտագործել, Sology շարքից ունենք, որ շատ էի սիրում ու մշտապես վերցնում էի, բայց վերջերս ավելի շատ CC կրեմներ եմ օգտագործել, BB իմ հիշելով ոնց որ թե չունեի, թե ունեի, լավ, ինչև է, անցնենք առաջ, BB կրեմը ինքը կարող է ծառայել որպես հիմք դիմահարդարման համար կամ կարող է լինել որպես ամբողջական դիմահարդարում ծառայել։ Ես հիմնականում իրեն օգտագործում եմ որպես ամբողջական դիմահարդարում, քանի որ ինձ շատ դուր է գալիս, որ ինքը շատ թեթև անստում մաշկին։ Ինչի անում BB կրեմ եք, ինչպես ասացի, beauty balm, այսպես է բացվում հապավումը եւ նման միջոցները բացի նրանից, որ ունեն երանգավորող էֆեկտ, նաեւ իրենց մեջ ունեն խնամող միջոցներ։ Կոնկրետ այս միջոցը նիացինամիդով է, որը հիալուրոնաթթու ունի, դե գիտեք, այս շարքը ամբողջությամբ հիալուրոնաթթվով է, հիալուրոնաթթուն օգնում է որպեսզի մաշկը պահի իր խոնավությունը եւ խնամում է եւ նաեւ երանգ է տալիս դեմքին։ BB կրեմները որպես կանոն իրանք շատ թույլ են, թեթև են նստում, այսինքն շատ բնական, ես հենց դրա համար էլ իրենց նախընտրում եմ, շատ սիրում եմ։ Կարող եք իրեն օգտագործել որպես հիմնական միջոց, եթե նախընտրում եք թեթև դիմահարդարումը, կամ կարող եք օգտագործել որպես դիմահարդարման հիմք, եթե նախընտրում եք այլ տիպի դիմահարդարում։ Ես կոնկրետ սիրում եմ թեթև դիմահարդարումը, ամենօրյա օգտագործման համար ինքը ուղղակի իդեալական է։ Այն ինչը որ մոռացա, կնայեմ այստեղ ձեզ համար կգրեմ, տեսեք, ահա։ Գիտեք, որ բոլոր կրեմները ամեն մեկն ունի ինչ-որ մի ձև, որով ինքը պաշտպանված է, եւ դա երաշխիք է, որ ձեզանից առաջ ոչ մեկ դա չի բացել, ձեռք չի տվել։ Այս դեպքում այս կրեմի համար այսպիսի գոլգան է, հա։ Եկեք հիմա այսպես ահա ինձ զանգ եկավ եւ ընդհատվեց հենց այս կարևորագույն պահին, երբ ուզում եի ձեզ ցույց տալ, թե տեսեք ինչ նուրբ երանգ ունի։ Տեսնեմ հələ հոտը չեմ զգում, քանի որ ուրիշ բան եմ գցել։ Տեսեք ինչքան ինքը թեթև է տարածվում մաշկին, ինքը անմիջապես հարմարվում է մաշկի գույնին, ու քանի որ հիալուրոնաթթու ունի, տեսնում եք ինչքան տեսնում եք, չէ, երևի թե տեսնում եք։ Ահա ինչ հավես նստեց։ Ես նորույթը կարող եք ձեռք բերել այս կատալոգում, կարծեմ թե արժեքը կատալոգային 2900 դրամ էր, արտիկուլը 6912, ինչպես ասացի, մի կոդով է գալիս, մի երանգով է գալիս եւ հարմարվում է բոլոր տիպի մաշկերի հետ։ Սա պատվեր է, սա կթողում ենք մի կողմ, սա իմն է, դեռ կօգտագործեմ ու ձեզ հետ կկիսվեմ։ Եվ անցնելով առաջ, այստեղ է մեր Phytopoly շարքից նյուտոնիկը, ակցիա ունենք միջոցների վրա, մեր առողջության մի քանի բան էլ ընկել է ավտոպատվեր, դեռ կստանամ։ Այս միջոցը շատ եմ հավանում, ինքը իր մեջ ունի B խմբի բոլոր վիտամինները, բիոտին, գլիցին, յանտարնե կիսլոտա, վիտամին A, վիտամին D3 ունի, E եւ C։ Եվ ինչ է անում, նպաստում է գլխուղեղի աշխատանքին։ Արտիկուլ 15798, հիմնականում խորհուրդ է տրվում նրանց համար, ովքեր որ մտավոր աշխատանք են կատարում, հիմնականում աշակերտներին, ուսանողներին եւ այլ մարդկանց, ովքեր որ որպես աշխատանքային հիմնական գործ օգտագործում են իրենց գլուխը, իրենց ուղեղը։ Ես շատ եմ սիրում այս միջոցը եւ պարբերաբար վերցնում երեխաների համար, դե բնականաբար մենք էլ ենք օգտվում, քանի որ մենք էլ մեր գլուխը լավ աշխատացնում ենք ու կարիք ունի մեր գլուխն էլ վիտամինների եւ միներալների, որպեսզի ավելի լավ աշխատի։ Եկեք միասին բացենք։ Դե մեջը 30 հատ է։ Պետք է երկու հատ վերցնել, մի հատը շատ է սպառվում։ Շատ համով է ինքը դրաժե է հենց ծամելու համար, ինչի չգիտեմ ինչի հոտ է, բայց համեղ է, ոնց որ խնձոր լինի կամ չգիտեմ ինչ լինի, բայց ամեն դեպքում ուտելու համար բավականին հաճելի է։ Մի խոսքով, սա էսպես, մնացածը ճանապարհին է, արդեն հաջորդ պատվերներով կստանեմ ձեզ ցույց կտամ, արտիկուլ ասեցի 15798, հիշեցնեմ, որ մեր առողջության ապրանքները իրանք դեղահաբեր չեն համարվում, այսինքն իրանք համարվում են օգնություն, հա, օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամինների հանքանյութերի լրացման համար։
Եվ իհարկե պետք չէ բացառել սնունդը, քանի որ մեր հիմնական վիտամինների ու միներալների աղբյուրը եղել է եւ մնում է սնունդը։ Սրանք ընդհանրապես օժանդակող միջոցներ են։ Եվ անցնելով առաջ, այստեղ պատվերներից մեջ ունեմ այսպիսի լաքահան մատիտ, եկեք տեսնեմ, այս մեկը կարողանամ բացեմ, էլի իմը չի պատվերը, 30-152 է կոդը, ինքը շատ լավն է, այս աղջիկը, որ վերցնում է ինձանից, մշտապես վերցնում է ու ամեն անգամ հիացական կարծիքներ է արտահայտում, ես գիտեմ, որ ինքը շատ լավն է, տեղային լաքաների համար ինքը ուղղակի իդեալական է, նախորդ անգամ ուզում է ձեզ ինչ ցույց տալ, որ այսպես ինքը բաժիններով կիսված է, հա, այսինքն բացում եք, տեսեք, այստեղ տեսնում եք, ֆոկուս չկա, մի խոսքով օգտագործում եք եւ այսքան հատվածը կարող եք արդեն թղթով պոկել ու անցնել հաջորդին, այսինքն եթե այսպես հաշվենք 1, 2, 7 օգտագործման համար կարող եք լիարժեք օգտագործել, բայց դե պայմանական է 7-ը, քանի որ լաքաները տարբեր աստիճանի են լինում, տարբեր խորության են լինում, կարող եք ավելի երկար ու շատ օգտագործել, շատ լավն է, ինքը մեր ընկերության այն միջոցներից է, որը պետք է ունենան բոլորը, որտեղ լաքաներից ոչ մեկ ապահովագրված չէ։ Եվ այստեղ նաև լաքահան սպրեյերը, էլի մեր լեգենդար 30-151 կոդը, սա էլ շատ լավ միջոց է, ինձ թվում է գիտեք, բայց սա ավելի լավ աշխատում է թարմ լաքաների վրա, ավելի շատ օձիքների, նասկիների համար է շատ լավ աշխատում եւ նաեւ մանժետային հատվածների, որտեղ որ անհասկանալի ինչ որ դեղին բաներ են հավաքում, ինքը շատ լավ հեռացնում է։ Ես իրանով նաեւ բոթասներն եմ լվանում, բայց հաջորդ կատալոգում մենք ունենք նորույթ, ես արդեն տեսա իմ ռուս գործընկերուհիների մոտ, որ հենց հատուկ միջոց է դուրս գալու հենց կոշիկների համար, դա էլ արդեն հաջորդ կատալոգում կունենանք, կվերցնենք, կփորձարկենք ձեզ ցույց կտամ, բայց սրանց էլ շատ գոհ եմ ու սպիտակները ընտիր մաքրում եմ, սպիտակ կոշիկները ընդհանրապես փչում եմ եւ գցում մեքենա։ Եվ այստեղ ունենք Faberlic Home շարքից օճառ, որը նախատեսված է խոհանոցի համար, իրենց հիմնական ֆունկցիան վատ հոտերը հեռացնելն է։ Վատ հոտեր խոհանոցում կարող են լինել սխտոր, սոխ, ձուկ եւ այլն, մի խոսքով սպասքից եւ ձեռքերից է հեռացնում, մեկը մանդարինով եւ նեռոլիով է, իսկ մյուսը օրխիդեա, սա հին փաթեթավորումն է, չգիտեմ կոդային ասեմ թե չասեմ, չէ, օրխիդեա չի, ներողություն խաբեցի, ինչ է, չգիտեմ ինչա, բայց լավն է, շարքը ես սիրում եմ, իր ամանի հեղուկը եւ մնացածը վերցնում եմ։ Շարքերը ամբողջությամբ վերաթողարկվել են, բայց ամեն դեպքում այս կոդերն ասեմ դեռևս իրենք պահեստում առկա են 3225 եւ 3207 էս մեկը։ 300 մլ տարողություն է, բավականին երկար ու հավես օգտագործում եմ, ես ինքս էլ շատ սիրում եմ, բարբերաբար վերցնում եմ եւ ձեզ էլ սիրով խորհուրդ եմ տալիս։ Այստեղ տեսնում եք կադրում իմ մազերի ներկը, ելի վերադարձել եմ Salon-Care-ի 735-ին, իր մեջ ունի ամոնյակ, բավականին խնայում է ձեր մազերը, այսինքն քիչ է վնասում, դե բնականաբար վնասել է կվնասի, բայց քիչ է վնասում, 72-71 է արտիկուլը եւ այսօր կգնանք ու կթարմացնենք մեր մազերը։ Մենք մեր ավանդական հայկականը ինձ թվում է ներկայացման կարիք չկա եւ վերցել եմ նաեւ այսպիսի ամանի հեղուկ, որը նաեւ ունի հոտազերծիչ էֆեկտ, ծեվածուխով է, որը էլի 0+ է, գիտեք, որ իրանք խտացված են, իդեալական մաքրումը ես շատ սիրում եմ, 1-ին 3 կարող եք բացել նրանց համար, ովքեր որ չգիտեն, կարող եք այսպես ֆլակոնով լվանալ մինչև 2500 ապսե, աստված իմ, մի խոսքով շատ լավն է, շատ սիրում եմ, ինչպես ասեցի, ոչ միայն լավ մաքրում է, այլ նաև ունի հոտազերծիչ էֆեկտ, մեր ամանի հեղուկներից կարծեմ թե միայն սա ունի, արտիկուլը ձեզ ասեցի, չասեցի, քանի որ արտիկուլը այստեղ շատ հմտորեն փակել են, բայց ամեն դեպքում կգտնեմ այստեղ ձեզ համար կգրեմ։ Մի խոսքով երեխեք ջան, այսքան հաճելի գններ եւ հաճելի օր, շնորհակալություն որ նայեցիք, շնորհակալ եմ որ հավանում եք, կիսում եք, եթե ունեք հարցեր, գիտեք որ նկարագրությունները ես միշտ թողնում եմ իմ բոլոր կոնտակտները եւ նաև կարող եք գրել մեկնաբանություններ, ես սիրով կպատասխանեմ։ Լավ եղեք բոլորիդ, լավ օր։